մոռանալը մեր խորհրդանիշն է եւ մեր պայքարն է։ Մակրոպատումը օգնում է, որպեսզի ոչ միայն մենք հավաքենք մեր շրջապատի այդ ֆիզիկական աղբը, այլ նաեւ մենք մաքրվենք հոգեպես եւ հասկանանք, որ մեր գիտակցումը, որ հայրենիքը պետք է մաքուր լինի, այդ հայրենիքին շատ է օգնում։ Պատմության առարկան շատ եմ սիրում, իջնալիվ դեպի բարձունքի։ Մի քիչ շատ մեծ պատասխանատվություն չի։ Մտածեցի հնարավոր է, որ դպրոցների միջև բախում լինի։ Սիրում եմ դհոլ նվագել շատ։ Իսկ ինչ զգացողություն է, որ դեպի բարձունք համայնքով 1800 պարկ աղբեկ հավաքել։ Արդեն մեր ակումբի 50% արմաղանում է։ Սուքը հավերժ է, եթե պայքար չկա։ Մովսես Գորգիսյան։ Ողջույն։ Ուզում եմ մի փոքր պատմել դեպի բարձունք ոդքասթի մասին։ Մեր եթերը ամբողջությամբ լցված է լինելու նոր սերնդի խոսքով, խնդիրներով, ապրումներով եւ հույսերով։ Մի խոսքով ոդքասթը լինելու է պատանեկան, իսկ ես լինելու եմ այն միջնորդը, որ կստեղծի կապը ձեր եւ իրենց միջեւ։ Ոդքասթի հյուրերը լինելու են դեպի բարձունք ակումբի անդամները Հայաստանի ամենատարբեր բնակավայրերից։ Դե բնականաբար ծրագիրը կայացնելու համար ձեր աջակցությունը խիստ օգտակար կլինի։ Ծրագրին կարող եք աջակցել, կատարելով նվիրատվություն, նկարագրությունների բաժնում գտնվող հաշվեհամարին կամ պարզապես բաժանորդագրվելով մեր YouTube-յան ալիքին։ Բարև ձեզ, դուք դիտում եք դեպի բարձունք ոդքասթը և այսօր մեր առաջին եթերաշրջանի վերջին թողարկումն է։ Այդ առիթով հյուրընկալել ենք դեպի բարձունքի Կարմիր գյուղի համար 1 ակումբի ակումբական և նախագահ Ասիային։ Ողջույն Ասիա ջան, ինչպե՞ս ես։ Ողջույն, շատ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել եք։ Իրականում մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել։ Քեզ էլ շնորհակալություն, որ եկել ես, մի քիչ կպատմես մեզ քո մասին։ Կարմիր գյուղի համար 1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում եմ սովորում, հումանիտար հոսքում։ Չնայած հաճախել եմ արվեստի դպրոց, տարբեր բաժիններ, վոկալ, կերպարվեստ, դաշնամուր, դհոլ, խորի եմ գնացել, սակայն որոշել եմ, որ պետք է դիվանագետ դառնամ, ու այս հարցում իմ մասնագիտության ընտրության հարցում շատ է օգնել ինձ դեպի բարձունքը։ Ինչպես ես սովորում դպրոցում։ Դպրոցում սովորում եմ լավ, ճիշտն ասած, քանի որ նշեցի հումանիտար հոսքում եմ սովորում, ավելի շատ կենտրոնացել եմ հայոց պատմություն, հայոց լեզու առարկաների վրա եւ հիմա պարապում եմ, որպեսզի բուհ ընդունվեմ, արդեն սեպտեմբերից սկսած պարապում եմ 2 առարկաներն էլ։ Իսկ ինչպես ես նայում կրթությանը։ Կրթությունը իրականում շատ կարևոր դեր ունի պետության զարգացման գործում։ Կարծում եմ, որ երեխաների այդ մտածելակերպը հայրենիքի հետ կապված հենց սկսվում է դպրոցում ու ուսուցիչների վրա մեծ պարտականություն կա, թե հետագայում ինչպիսին կլինի մեր հայրենիքը։ Ասացիր, որ դիվանագետ ես որոշել դառնալ, ինչի հենց դիվանագետ։ Իրականում պատմության առարկան շատ եմ սիրում, իջնալիվ դեպի բարձունքի, պատմաբանի եւ դիվանագիտության այդ ոլորտում էի մտածում, երկմտանքի մեջ էի, սակայն ընտրեցի դիվանագետի մասնագիտությունը, քանի որ պատմաբանը հոյակապ տիրապետում է հայոց պատմությանը, դիվանագետները եւս, սակայն պատմաբանները կարծում եմ այդքան էլ իրենց ձայնը չեն կարողանում բարձրացնել երկրի պետության զարգացման գործում ու ավելի շատ կարևոր է դիվանագետը եւ գիտի պատմություն եւ կարող է իր որոշումներով երկիրը փրկել կամ մի սխալ քայլի պատճառով երկիրը ավելի վատ վիճակի մեջ դնել։ Հասկացա, իսկ հիմա պատկերացնում ես քո աշխատանքային ուղին, քո այդ աշխատանքային ապագան ոնց է լինելու։ Իրականում տեսնելով ներկայիս քաղաքական իրավիճակը, չեմ պատկերացնում, թե հետագայում ինչ է լինելու իմ հայրենիքի հետ, բայց ես լավատես եմ ու կարծում եմ հայրենիքս ավելի ճիշտ ուղու վրա կլինի ու ես երևի կարողանամ օգնել իմ հայրենիքին։ Միանշանակ, մենք բոլորս վստահ ենք, որ մեր հայրենիքում ամեն ինչ լավ է լինելու ու նաև ես դու ու մնացածը այստեղ այդ գործի համար ենք։ Ինչ հետաքրքրություններ ունես բացի դրանից։ Շատ եմ սիրում ազգային երգերն ու պարերը, սիրում եմ դհոլ նվագել շատ, նաև սիրում եմ պատմությունը, մեր պատմության մեջ քանի որ շատ գաղտնիքներ կան, որոնք բացահայտված չեն ու որոշները քաղաքականությունից են խոսում, չիմանալով մեր իրական պատմությունը, սիրում եմ պատմության մեջ նոր բացահայտումներ անել ու ավելի ճիշտ իմանալով քաղաքականության մասին խոսել։ Ասացիր, որ շնորհիվ դեպի բարձունքի ես սկսել պատմությունը սիրել, կասես ոնց է ազդել դեպի բարձունքը, որ դու սկսել ես պատմություն սիրել։ Հիմա ասեմ, դեպի բարձունք մտա երբ որ 10-րդ դասարան էի,
Այդ ժամանակ ընտրել էի հումանիտար հոսքը, բայց դեռ չէի կողմնորոշում, թե կոնկրետ որ գծով պետք է շարունակեմ։ Դեպի բարձունքի շնորհիվ ես հասկացա, որ իրոք պատմամշակութային վայրերը այդ գրքեր քննարկելը դրանք ինձ շատ է դուր գալիս ու դեպի բարձունքում մի քանի առաջադրանքներ կային, որոնք հայոց պատմության հետ էին կապված։ Նաև բարձունքը ցույց էր տալիս, որ դիվանագետները նաև շատ կարևոր են պետության զարգացման գործում, ու ես որոշեցի, որ պետք է հենց դառնամ դիվանագետ ու սկսեցի շատ սիրել հայոց պատմությունը, չնայած մինչև այդ 9-րդ դասարանի քննությունում ստիպված էի սովորում հայոց պատմությունը, որպեսզի բարձր գնահատականներ ստանամ, ու դեպի բարձունքի շնորհիվ ստացվում է, որ սկսեցի սիրել հայոց պատմությունը եւ ընտրեցի իմ մասնագիտությունը։ Հասկացա, իսկ դու 17 տարեկան ես ու այս տարիքում ոչ բոլորն են, հիմնականում մեծ մասը պատանիների ավելի շատ իր անձնական ցանկությունների վրա է կենտրոնացած, գնում են ավելի շատ փող աշխատելու հետևից, քան օրինակ, չգիտեմ, դիվանագետ դառնան, որ ինչ-որ ձև օգուտ տան հայրենիքին։ Դու արդեն տենց ինչ-որ նաև քաղաքականությամբ ես հետաքրքրում եւ այլն եւ ուզում ես այդ ոլորտում ինչ-որ բան անել, այդ մի քիչ շատ մեծ պատասխանատվություն չի։ Իրականում ձեր օրինակին հետևելով, տեսնելով, որ դուք հայրենիքի համար շատ կարևոր կամավոր կերպով աշխատանքներ եք իրականացնում, ես էլ որոշեցի օրինակին ձեր հետևեմ ու հասարակության մեջ մի կարծրատիպ կա, որ ոչ թե իրենք պետք է երկիրը պահեն, այլ երկիրը պետք է, պետությունը պետք է իրենց պահի։ Կարծում եմ այդ կարծրատիպերն են, որ մեր հայրենիքը հիմա այս վիճակում է։ Հասկացա, շատ ուրախ եմ, որ այդպես ես որոշել։ Մի քիչ անցնելով քո համայնքին, կպատմես քո համայնքի մասին։ Մեր գյուղում կա երկու դպրոց, երկու դպրոցներն էլ բարեբախտաբար դեպի բարձունքից են, եւ ես առաջին դպրոցից եմ։ Մեր դպրոցում կան շատ ակտիվ երեխաներ, ովքեր մասնակցում են ծրագրերի, որոնք նպաստում են համայնքի զարգացմանը ու շատ կամավոր աշխատանքներ են իրականացնում, ու բոլոր այդ կամավոր աշխատանքներ իրականացնողները իմ ակումբի սրտիկներն են։ Քանի որ ասացի դեպի բարձունքի մասին, մի քիչ էլ պատմի դեպի բարձունք ակումբի մասին ձեր դպրոցի, երբ է ստեղծվել, քանի հոգի եք, ակտիվ չեք։ Նախ ասեմ, որ երբ որ դեպի բարձունքի այդ դիմելու ժամանակներն էին, այդ ժամանակ ես մի քիչ զբաղված էի, քանի որ կարծում էի, որ ես պետք է երաժշտական ուղղությամբ շարունակեմ, ու որ դեպի բարձունքի մասին լսեցի, մտածեցի, որ այդ ավելորդ ժամանակի կորուստ է, որոշեցի, որ պետք է ուղղակի մասնակցեմ, պատմամշակութային վայրեր այցելեցինք, շաբաթօրյակ ու գրքի քննարկում փոքրիկ իշխանը, որ մասնակցեցի, հասկացա, որ ինձ այդ իրոք դուր է գալիս։ Հետո դրանից հետո մեր տնօրենն եկավ, ասեց, որ պետք է դեպի բարձունքում այդ խմբին ինչ որ ավագ ընտրվի, ով կլինի դպրոցական, հենց ակումբի այդ շրջանակի մեջ պետք է լինի, ու որոշեցի, որ պետք է ես լինեմ։ Սկզբում չէի ուզում, որովհետև ես մտածում էի, որ ես պետք է երաժշտական ուղղությամբ շարունակեմ ու էլի մտածում էի, որ ժամանակի կորուստ է, ու ընկերներս համոզեցին, տանեցին, ասացին, ոչինչ, սրան էլ մասնակցեցի, սկզբում հետաքրքիր է, շատ լավ էր, ընթացքում էլ էլի, հետո որ դուք եկաք ու պետք է քվեարկություն անեինք, թե ով է լինելու նախագահ, փոխնախագահ, որոշեցի, որ պետք է իմ թեկնածությունը դնեմ, որովհետև արդեն սկսել էր ավելի շատ ինձ դուր գալ դեպի բարձունքը։ Թեկնածությունս դրեցի, ոչ մեկ դեմ չէր քվեարկել, բոլորը կողմ էին, շատ էի ուրախացել ու սկսեց մեր գործունեությունը, դա 2025 թվականի հունվարն էր։ Սկսեցինք ու հիմա այս վիճակն է, ակումբում 22 հոգի են, շատեր են եկել գնացել, բայց հիմնականը եկել ու մնացել են, քանի որ գիտակցել են, որ դեպի բարձունքից լավ ծրագիր չկա մեր դպրոցում։ Իսկ ակտիվ են ակումբականները։ Ակումբականները, ովքեր որ ակտիվ չեն, դուրս են եկել կամ դուրս են հանել, իսկ ովքեր որ հիմա ակումբում են, իրենք շատ ակտիվ են ու գրեթե չէ, բոլոր առաջադրանքները կատարում են, ինչքան արտահերտ առաջադրանք կա, դրան եւս մասնակցում են։ Հրաշալի։ Իսկ ո՞րն է ձեր ակումբի ամենամեծ ձեռքբերումը ըստ քեզ։ Կարծում եմ, որ դեպի բարձունքյան այս վերջին համագումարից հետո, երբ որ գնացինք դպրոց, բոլորը մեզնից էին խոսում ու կարծում եմ, երևի դպրոցում հիմա այն ամենագլխավոր ծրագիրը, որ կա, բոլոր ուսուցիչները թե աշակերտները կարծում են, որ դեպի բարձունքն է, դա մեր ամենամեծ ձեռքբերումը։ Հասկացա։ Առաջադրանքների մասով կուզեինք մի քիչ խոսել, առաջադրանքները ոնց են ընթանում ձեզ մոտ, արդյոք օգուտ տալիս են, օգուտ չեն տալիս ու, չգիտեմ,
ակումբականները ինչ են հետ մտածում ես մասով։ Առաջադրանքները իրականում սկզբում դժվար էր, որովհետև ես էլ այդքան լավ չէի հասկանում, թե ինչ պետք է անենք, բայց հետո որ քիչ-քիչ բոլորս հմտացանք, սկսեցին արտահերթ առաջադրանքներով գային ազգային պարեր, դրանից հետո հիմա արդեն ստացվում է, որ գնում եմ դպրոց, երեխեքը ասում են կսովորեցնես այս պարը, այն պարը, ու այդ իրոք շատ հավես է անցնում, այդ ինձ շատ դուր գալիս։ Շատ լավ, իսկ քանի արմաղան ունեք այս պահին։ Այս պահին ունենք 9 արմաղան, 2 հոգին արդեն շեմին են, մի քանի առաջադրանք մնացել որ հասնեն։ Ստացվում է, որ երևի հաջորդ շաբաթ արդեն մեր ակումբի 50% արմաղանում է։ Ոնց է դեն ստացվում, որ օրինակ ակումբներ կան, որ ընդհանրապես արմաղան չունեն, բայց դուք օրինակ արդեն այդքան արմաղան ունեք։ Նախ ասեմ, որ ես ակումբի առաջին արմաղաններից չեմ եղել, ես երրորդ արմաղանն եմ եղել։ Սկզբից փոխնախագահներն էին, հետո նոր ես, ու իրանք շատ էին ոգեշնչում, մենք սկսել ենք միմյանց ոգեշնչել ու այն կետը, որ արդեն հասնում էր մի առաջադրանք էր մնում, որ արմաղան հասնեին, այդ բոլորը ոգևորվում էին ու մեկը մյուսին աջակցում էր, ու երբ որ ինչ-որ մեկը հարց էր ունենում, միմյանց օգնում էին, ու կարծում եմ դա էլ երևի միասնականությունն է օգնում մեզ։ Հասկացա, շատ հավես է։ Այ ասացի փոխնախագահների մասին, մի քիչ կպատմես ոնց է փոխնախագահների հետ համագործակցում համատեղ աշխատանքը ոնց է ընթանում։ Սկզբում որ դեպի բարձունք մտանք 4 փոխնախագահներ էին, համակարգը ուրիշ ձև էր, այդքան էլ նախագահը փոխնախագահների հետ չէր համագործակցում, բայց այս վերջին փոփոխությունից հետո սկսել ենք ավելի փոխնախագահները եթե չլինեն, ասենց ասեմ, ես կորած եմ, որովհետև իրոք շատ են օգնում եւ մեդիա թիմի փոխնախագահը եւ լեռնաշխարհներինը, եթե իրանք չլինեն, իրոք այդքան էլ լավ չլինի։ Այս ընթացքում ակումբը ինչ է տվել քեզ ու ակումբականներին։ Ուրեմն ակումբում մենք սկսել ենք ավելի լավ աշխատել, որովհետև այն առաջադրանքները, որոնք մի հոգին պետք է կատարի, այդքան էլ մեզ չի միավորում, սակայն այն առաջադրանքները, որոնք որ պետք է միասին անենք ամբողջ ակումբով, այդ ակումբին շատ է միավորում ու սկսում ենք ավելի լավ աշխատել ու դեպի բարձունքն էլ բնականաբար այնպիսի առաջադրանքներ ուղարկում, որ մենք ավելի լավ աշխատենք։ Օրինակ ամենասիրելի առաջադրանքը։ Իրականում շատ եմ սիրում այն առաջադրանքները, որտեղ որ պետք է ես խոսեմ, իմ խոսքը հղեմ։ Շատ դուրս եկել այն առաջադրանքը, որտեղ պետք է ներկայացնենք 3 րոպեում, որևէ թեմա վերցնենք ու խոսենք։ Ես վերցրել եմ իմ ամենասիրելի թեման՝ դպրոցը երկրի զարգացման գործում ու սկսել եմ խոսել։ Հասկացա, իսկ ամենաչսիրելի առաջադրանքը։ Ինչպես սկզբում նշեցի, ես հումանիտար հոսքից եմ ու բնագիտական առարկաներ չեմ սիրում, դրանք այն փորձերն էին, որտեղ պետք է ներկայացնեինք անտառը, ջուրը, մթնոլորտը եւ հողը։ Հասկացա, իսկ ըստ քեզ ձեր ակումբը սովորական է թե յուրահատուկ։ Իրականում կարծում եմ բոլոր ակումբներն սովորական են, ուղղակի հնարավոր է որ կա պահ, երբ որ մի ակումբը ավելի ակտիվ է, մյուս ակումբը ավելի ոչ ակտիվ է, կապված որևէ գործոնով, էլի։ Կարծում եմ բոլորը նույնն են։ Հասկացա, դուք այն եզակի համայնքներից եք, որտեղ երկու ակումբ կա, այսինքն համ երկու դպրոց կա, համ այդ երկու դպրոցում էլ ամեն դպրոցում կա դեպի բարձունք ակումբ, ոնց է այդ արդյոք մրցակցություն չի առաջանում կամ ոնց է ազդում դա ձեր վրա։ Սկզբում, երբ որ իմացանք, որ մյուս դպրոցը անցել է, մտածեցի հնարավոր է, որ դպրոցների միջև փոխում լինի, բայց քանի որ երկրորդ դպրոցում շինարարական աշխատանքներ է ու հիմա երկրորդ դպրոցը մեր դպրոցում է դասանում, դա մեզ օգնեց, որ մենք ավելի մտերմացանք մյուս դպրոցի աշակերտների հետ ու սկսեցինք ընկերներ լինել ու ասում եմ, որ բոլոր առաջադրանքները, որտեղ պետքա դպրոցը երևար, ասում եմ, որ երկուսը նույն տեղում ենք նկարում ու մենք չէ, այդ ընդհանրապես չխանգարել մեզ։ Շատ հավես է, այսինքն ստացվում է երկու ակումբներում գրեթե նույն տեղում եք հիմա ու կարող եք նաև ընթացքում իրար հետ հաղորդակցվել ու այդ օգնում է։ Հա, իմ շրջապատի շատ մարդիկ երկրորդ դպրոցի դեպի բարձունք ակումբից են, իմ քույրիկները դեպի բարձունքից, մյուս դպրոցից է, շատ ա եղել, որ ես իրեն օգնել եմ դեպի բարձունքի առաջադրանքներ կատարել, ու մենք նույնիսկ մեր խոսակցության հիմնական թեման, իմ խոսակցության հիմնական թեման մյուս դպրոցի աշակերտների հետ այդ դեպի բարձունքն է։ Հասկացա, ուզում եմ հարցնել աղբահավաքի մասին, այ 3 տեղի ունեցավ դեպի բարձունքի մեծ աղբահավաքը, որին նաև դուք մասնակցեցիք, կասես ինչի է կարևոր ըստ քեզ։
Մինչև մաքրապատման օրը մեր գյուղում շատ ցուրտ էր, անձրևներ, շատ թաց եղանակ էր, այսպես ասած։ Սակայն այդ օրը շատ արևոտ էր, ամեն ինչ նպաստում էր մեր մաքրապատմանը։ Մենք մաքրապատումը լավ արեցինք, հոյակապ էր ամեն ինչ, ուրախ, զվարթ, ելքելով, վայլով։ Հետո ասեմ, որ այդ մաքրապատումը օգնում է, որպեսզի ոչ միայն մենք հավաքենք մեր շրջապատի այդ ֆիզիկական աղբը, այլ նաև մենք մաքրվենք հոգեպես եւ հասկանանք, որ մեր գիտակցումը, որ հայրենիքը պետք է մաքուր լինի, այդ հայրենիքին շատ է օգնում։ Իսկ ինչ զգացողություն է, որ դեպի Բարձունք համայնքով 1800 պարկ աղբ եք հավաքել։ Իրականում այդ շատ մեծ արդյունք է, շատ մեծ։ Այդ հպարտանալու առիթ է, ինքեր Հակոբը ասում էր, Հակոբ Միկոյանը, որ հպարտանալ բառը լավ մենակ այն դեպքում կարելի է օգտագործել, եւ որ դուք եք այդ արել, ոչ թե ի ծնե տրված է, այնակ հպարտանալ, որ հայ ես, բայց մենակ ես, որ հասկանում ենք, որ դեպի Բարձունքի շնորհիվ ա եղել, ես հպարտանում եմ դեպի Բարձունքով, որ այսպեսի մեծ արդյունք ցուցաբերել։ Հասկացա, մի քիչ խոսենք հայրենիքի մասին, ինչա քեզ համար հայրենիքը։ Այսինքն ամենասիրելի հարցն ու ամենախորը հարցը, իրականում այս մասին շատ եմ մտածել, բայց կարծում եմ հայրենիքը այն բանն է, որը պետք է քեզ համար առաջին տեղում լինի, նույնիսկ դու չլինես առաջին տեղում, սկզբից մտածես քո հայրենիքի շահի մասին, հետո նոր քո մասին, ու քո յուրաքանչյուր քայլը անելուց առաջ մտածես արդյոք հայրենիքը դրանից օգուտ է քաղելու, թե այդ վնաս հայրենիքի տեսանու։ Իսկ ինչ հայրենիք ես դու երազում։ Ես երազում եմ այնպիսի հայրենիք, որի բնակիչները լինի թե ծեր, թե երիտասարդ, թե մանուկ, գիտակցի ու հասկանա, որ մեր 3 հիմնասյուները լեզու, կրոն, մշակույթ շատ կարևոր են ու դրա պահպանումով զբաղվի ու անի ինչքան հնարավոր է լավ գործ հայրենիքի համար։ Շատ սիրուն երազանք է, ես էլ եմ միանում այդ քո երազանքին։ Իսկ դու ով ես քո երազած հայրենիքում։ Քանի որ նշեցի դիվանագետ եմ ուզում դառնալ, ես կլինեմ այն մարդը, ով հայ ժողովրդի այն ցանկությունները, որոնք ի օգուտ են մեր հայրենիքին, վեր կհանեմ եւ դրանց այն խնդիրները, որոնք իմ հայրենիքի համար վնաս են, դրանց լուծումները կգտնեմ։ Հասկացա, մենք մի քանի թողարկում առաջ մի այսպիսի ձևաչափ մտածեցինք, որ հյուրը հարց տա հաջորդ հյուրին, ու մեր նախորդ ակումբական հյուրը Դավիթ Մասիսից խնդրեց հարցը փոխանցեմ քեզ, հիմա ես կասեմ հարցը, դու պատասխանի։ Դավիթը հարցնում էր, թե որն է հայի այն հատկանիշը, որը որ հանես, ավելի լավը կդառնա։ Կարծում եմ եսասիրությունն է, ու ինչպես նշեցի, եթե հայը իր հայրենիքի շահից վերդասի, հայրենիքը ավելի լավ վիճակում։ Շատ լավ։ Դու առաջին անգամ ես եթերում։ Հա։ Ինչ զգացողություն է որ։ Սկզբում շատ լարված էի, հետո որ հասկացա թեման իրոք շատ է դուր գալիս, արդեն ամեն ինչ լավ է։ Իսկ ինչ որ կոչ կա, որ կուզես անել։ Սիրելի հայ ազգ, իմ կոչը այն է, որ եկեք մենք միավորվենք ու հասկանանք, որ մեր միակ փրկության ուղին դա մի բուր դառնալն է եւ պայքարել հանուն հայրենիքի, ու որ մենք ուժեղ ենք, եթե միասին ենք, ու սուքը հավերժ է, եթե պայքար չկա։ Մովսես Գորգիսյան։ Շնորհակալ եմ։ Մոտենալով ավարտին տամ մեր վերջին հարցը, եթե դեպի Բարձունքը ճանապարհ լիներ, ուր կտաներ։ Քանի որ դեպի Բարձունքի անունը հենց դեպի Բարձունքը, կտանի դեպի Բարձունքները, ու Բարձունքը կարծում եմ կասոցացնեմ Արարատի հետ, ու քանի որ Արարատը մեր խորհրդանիշն է եւ մեր պայքարն է, կարծում եմ դեպի Բարձունքը մեզ տանում է դեպի ճիշտ ուղին ու այնտեղը, որտեղ որ պետք է հավաքվեն բոլոր հայերը։ Հրաշալի։ Գնում ենք միասին Արարատ ուրեմն։ Շնորհակալ եմ շատ Ասիա ջան, որ եկար այսօր ու մեր վերջին թողարկման, առաջին եթերշրջանի վերջին թողարկման հյուրը եղար։ Ձեզ էլ շնորհակալություն, որ այս ամբողջ եթերշրջանի ընթացքում մեզ հետ էիք։ Կարող եք առաջարկներ գրել podcast-ի մասով, թե ինչ կուզենաք ավելացնել, պակասացնել։ Մենք սիրով կկարդանք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ եթերաշրջանին։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք, չմոռանաք բաժանորդագրվել։ Հաջողություն։